Ֆրիդրիխ Նիցշեն 1844-1900 գերմանացի փիլիսոփա էր, 19-րդ դարի և ամբողջ համաշխարհային փիլիսոփայության ամենախոշոր դեմքերից մեկն էր։ Նաև բանասեր էր, գրող և կոմպոզիտոր։ 24 տարեկան հասակում դարձել է բանասիրության ամբիոնի վարիչ, դա համաշխարհային ռեկորդ է, մինչև այժմ այդ տարիքում ոչ ոք ամբիոնի վարիչ չի եղել։ 36 տարեկան հասակում առողջական վատ վիճակի պատճառով գնացել է թոշակի և ստացել է թոշակ։ Նրա մահից 33 տարի հետո են նացիստները եկել իշխանության, բայց որոշները համարում էին նրան նացիզմի գաղափարախոս, որը այդքան էլ իրականությանը չի համապատասխանում։ Բանն այն է, որ Նիցշեն ամուսնացած չի եղել, երեխաներ չի ունեցել և նրա ամբողջ ստեղծագործական ժառանգությունը եղել է իր քրոջ մոտ։ Քրոջ ամուսինն էլ նացիզմի պրոպագանդիստ էր, և Նիցշեի ստեղծագործությունները անընդհատ փոփոխելով հրատարակում էին, հարմարեցնելով նացիզմի գաղափարախոսությանը։ Եվ միայն 1967 թվականին է տպագրվել ավելի ճշգրտված տարբերակները, որը նացիզմի հետ իրականում ոչ մի կապ չունի։ Ֆրիդրիխ Նիցշեն կյանքի վերջում խելագարվել է։ Որոշ մոլեռանդ քրիստոնյաներ այդ խելագարությունը կապում էին այն բանի հետ, որ Նիցշեն հակաքրիստոնեական արտահայտություններ է արել բազմիցս և ընդհանրապես իրեն քրիստոնյա չէր համարում։